Ողջույն հարգելիներս, նախքան հաղորդումս սկսելը շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բաժանորդագրվել են և հետևում են իմ էջին, իսկ ովքեր որ դեռ չեն բաժանորդագրվել, բայց հետևում են իմ հաղորդումներին, հիշեցնեմ, որ ցանկալի է բաժանորդագրվել, գրել մեկնաբանություններ, հավանել, եթե ձեզ հետաքրքրում են իմ հաղորդումները։ Այսօր կներկայացնեմ անանուխի առողջարար հատկությունները։ Անանուխը անհիշելի ժամանակներից ի վեր հայտնի է եղել մարդկությանը և լայնորեն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բուժիչ խոդաբույսերի մեջ անանուխը առանձնանում է իր հաճելի և թարմացնող բույրով։ Դարեր շարունակ այս բույսը գնահատվել է իր բուժիչ և խոհարարական հիանալի հատկությունների շնորհիվ և կիրառվում է մինչև այսօր։ Եկեք միասին բացահայտենք, թե այս հրաշալի բույսը ինչպես կարող է լուծել բազմաթիվ առողջական խնդիրներ և թարմություն բերել մեր առօրյա կյանքում։ Անանուխի հաճելի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը և լավացնում է ինքնազգացողությունը։ Անանուխը պարունակում է հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ, ինչպես նաև ֆենոլաթթուներ և տանիններ։ Այն հարուստ է նաև Է, Ց և B9 վիտամիններով, ինչպես նաև երկաթով, պղնձով, մագնեզիումով, մանգանով և կալիումով։ Անանուխը հարուստ է մենթոլով։ Անանուխից հանվում է մենթոլով հարուստ եթերային յուղը, որը ունի շատ օգտակար հատկություններ։ Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ անանուխի տերևները և նրանցից հանված յուղը լայնորեն օգտագործվել է գլխացավերի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, բերանի լորձաթաղանթի պոռպոկումների, խոցերի, վատհոդի, ադամնացավի, անգինայի, ասթմայի, շնչառկելության, ձայնի խրախուսման, հազի, ստամոքսային պոռպոկումների, ցավերի փսկման և վատ ախորժակի դեպքում։ Անանուխը օգնում է նաև սրտխփոցին, բացում է կաթնակեղծի կաթնականգը, վերացնում է մարսողության խանգարումը, դադարեցնում է վերջույթների դողը, բուժում և հանգստացնում է ներվերը։ Շատ է օգնում նաև մրսածության ժամանակ, քանի որ քրտնամուղ է և ջերմ իջեցնող, հանգստացնում է նաև պոռպոկված ականջի ցավը։ Անանուխը ապահովում է աղիների բնականոն գործունեությունը, հատկապես խրոնիկ աղիքային պոռպոկումների ժամանակ։ Ի շնորհիվ իր հակապոռպոկային, հակավիրուսային հատկությունների, այն մեզ պաշտպանում է շատ հիվանդություններից։ Անանուխի տերևները և նրանցից ստացված եթերայուղը վաղուց կիրառվում է դեղագործության մեջ գրեթե բոլոր երկրներում։ Դրանցից պատրաստված քսուկները արտաքին ձևով օգնում են հոդացավերի, միգրենի, վերին շնչուղիների պոռպոկումների ժամանակ, ի շնորհիվ իր մեջ առկա մենթոլի։ Մաշկին քսելու դեպքում զգացվում է սառնության և թեթևակի անզգայության զգացում։ Այն ներառված է անեստեզոլի, վալիդոլի, վալոկարձինի և այլ դեղերի բաղադրության մեջ։ Շնորհիվ անանուխի մեջ գտնվող եթերայուղի այն կարգավորում է սրտի աշխատանքը, հանգստացնում է սրտխփոցը և սթրեսը։ Անանուխի տերևները կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում։ Երբեմն կարելի է համատեղել ուրիշ բուժիչ բույսերի հետ։ Օրինակ, մեկին մեկ հարաբերությամբ խառնելով ուրցի հետ, կարելի է պատրաստել թուրմ, որը օգտագործելիս իջեցնում է արյան բարձր ճնշումը։ Մեկ բաժակ եռացրած ջրի մեջ ավելացրեք 2-3 գրամ թարմ կամ չորացված անանուխի տերևներ և թրմեք։ Կարող եք ավելացնել նաև 1 թեյի գդալ մեղր և մի փոքր կիտրոն, կստանաք հանգստացնող, օգտակար և հաճելի ըմպելիք։ Այս ըմպելիքը խորհուրդ եմ տալիս խմել երեկոյան քնելուց կես ժամ առաջ, այն կնպաստի հանգիստ քնին։ Անանուխի թուրմով կարելի է լվանալ մազերը։ Հարուստ լինելով մենթոլով, այն խտանում է գլխամաշկի միկրոշրջանառությունը, բարելավելով արյան հոսքը դեպի մազարմատները։ Սա խտանում է մազերի աճը և կանխում է մազաթափությունը, նաև հանգստացնում է քորը։ Այս հաճելի և օգտակար դեղաբույսը լայնորեն կիրառվում է նաև կոսմետիկայում, քսուկների, շրթներգերի, շամպունյոների, ատամի մածուկների և այլնի արտադրության մեջ։ Անանուխը բազմաթիվ կիրառություն ունի նաև մեր խոհանոցում։ Այն կարելի է ներառել թխվածքների, պաղպաղակի, թեյի, լիկյորի, հյութերի պատրաստման մեջ, ինչպես նաև սալատների, բանջարեղենային կերակրատեսակների մեջ։
Հին Հռոմում հյուրընկալությունների ժամանակ հյուրասենյակը ցողել են անանուխի ջրով, սեղանները սրբել են անանուխի տերևներով հաճելի բույր տալու և հյուրերին արժանապատել ընդունելու համար։ Ներառեք այս հրաշալի, հաճելի և պարզ տեղաբույսը ձեր սննդակարգում և կտեսնեք, թե որքան առողջական խնդիրներից կազատվեք։ Առողջություն և բարօրություն եմ ցանկանում բոլորիդ։